Շնորհակալություն։ Տիկին գլխավոր դատախազը բավականին տպավորիչ թվեր ներկայացրեց, որոնք վերադարձվել են Հայաստան Հանրապետության պետական բյուջե, որոնք հանցագործության եւ կոռուպցիայի հետևանք են եղել, եւ գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական նպատակը տնտեսության սրընթաց զարգացումն է եւ նաեւ իրավապահ համակարգում այսպիսի հսկայածավալ աշխատանքները վկայում են այդ մասին։ Այսինքն ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման հատուկ ծառայություն, վարչություն դատախազությունում մի շարք մեխանիզմներ, օրենսդրական հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի հանցագործության պատճառված վնասները տասնամյակների ընթացքում հետ վերադարձվեն պետական բյուջե, իսկ դա ինքնանպատակ չի, դա եւս նպաստում է տնտեսության զարգացմանը եւ հենց ուղղված է նախ արդարադատության ապահովմանը եւ տնտեսության զարգացմանը։ Բավականին տպավորիչ թվեր ներկայացրեցիք 100 միլիոնավոր դոլարների վնասների վերականգնում, ինչը իհարկե մեր կողմից ողջունվում է։ Ես մի այլ խնդրի մասին եմ ուզում խոսել, տիկին գլխավոր դատախազ, ուրեմն նկատվում է հետեւյալ միտումները կամ իրավիճակը մեր հանրության մեջ եւ տնտեսական ոլորտում։ Մարդիկ ներդրումներ են անում, ծրագրեր են ներկայացնում, վարկեր են վերցնում, դիմում են ինչ-որ պետական մարմնի, որպեսզի վարչական ակտ ստանան իրենց գործունեությունը շարունակելու համար, օրինակ շին թույլտվություններ կամ ավարտական ակտեր կամ չգիտեմ ինչ-որ վարչական ակտեր եւ տիկին գլխավոր դատախազ ամիսներով այդ պատասխանները չեն ստանում։ Ես չեմ ասում, որ անհիմն դեպքեր շատ կան, որ անհիմն մերժվում են այս մարդիկ, հələ սա թողենք մի կողմ։ Երբ որ մերժման որոշումը գալիս է, մարդը կարողանում է բողոքարկել դատական պաշտպանության դիմել, վերադասության կարգով բողոք ներկայացնել, բայց ուղղակի ամիսներով պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները չեն պատասխանում։ Այս մարդիկ վարկեր են վճարում, ուշանում է նրանց ծրագրերի կատարումը, սննկացման են գնում, աշխատատեղերը ժամանակին չեն բացվում, պետական բյուջե տասնյակ միլիոնավոր դոլարների մուտքեր չեն մուծվում, այսինքն տիկին գլխավոր դատախազ, եթե իմ կարծիքով համեմատություն անենք, թե հանցագործությունների հետևանքով է պատճառվել ավելի շատ վնաս մեր տնտեսությանը, թե այսպիսի պաշտոնական անգործությունների հետևանքով, ես կարծում եմ, որ թվերը կարող է մոտ լինեն, հələ մի բան էլ կարող է այսօրվա դրությամբ ավել լինի, քան հանցագործություններով պատճառված վնասները։ Հետևաբար առաջարկում եմ հետևյալ վարչարարությունը կամ դիտարկումը եւ շատ ուրախ կլինեի լսել ձեր կարծիքը իմ առաջարկության վերաբերյալ։ Տեսեք, մարդը ներդրում է անում, վարկեր է վերցնում, պլանավորում է, որ պետական մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը օրենքով սահմանված 1 ամսյա ընթացքում ընդունի ակնկալվող վարչական ակտը, որից հետո ինքը պետք է սկսի շինարարությունը, որից հետո պետք է սկսի իր բիզնեսը եւ այլն եւ այլն։ Բայց երբ պետական մարմինը 6 ամիս, մի տարի, չգիտեմ ինչ, չի պատասխանում, այս մարդը կրում է առանձնապես խոշոր չափերի վնասներ։ Վարկեր է մուծում, բիզնեսն է ուշանում, գուցե սննկացման է գնում, եւ ստեղ նաեւ կա պետական շահը։ Ուշանում են պետությանը հարկերը չեն վճարվում, այն ավարտական հարկերի դեպքում են վերջի գումարը, որը կա, որից պետք է հարկեր վճարեն, տարիներով, ամիսներով ուշանում են եւ պետական շահն էլ այստեղ կա, այսինքն ես առաջարկում եմ այսպիսի անգործությունը պետական մարմինների եւ տեղական ինքնավարման մարմինների դիտել որպես հանցագործություն, դիտել որպես պաշտոնական հանցագործություն, որի հետևանքը ակնհայտ է։ Կա եւ պետությանը հասցված վնաս, կա եւ տնտեսվարողին հասցված վնաս։ Եվ եթե մենք այս ուղղությամբ գնանք, հարուցվեն մի քանի քրեական գործեր եւ պետական պաշտոնյան հասկանա, որ դարակում գործը գցելը ու 6 ամիս մարդուն ոչ մի պատասխան չտալը եւ այդ մարդուն սննկացման դուրը տանելը դա հանցագործություն է, ոչ թե ինչ որ վարչարարության սխալ կամ տենց մաքսիմում ինչ որ կարգապահական տույժ ստանան, չստանան։ Տիկին Վարդապետյան, իրականում այսօր այս խնդիրը բավականին շատ է մեր իրականության մեջ, բողոքները բազմաթիվ են, ամեն օր լսում եմ այդ մասին եւ խնդրում եմ ձեր կարծիքը ասել, արդյոք հնարավոր է սա քրեաիրավական տեսանկյունից դիտարկել եւ հարուցել քրեական գործ։
Պաշտոնական անգործությունը կա, ամփոփություն կորակենք, թե պաշտոնական դիրքի չարաշահում կորակենք, էական չի, կա խախտում պաշտոնական պարտավորությունների եւ կա առանձնապես խոշոր չափերի վնաս։ Եվ ասեմ ձեզ, որ այդ վնասի մեջ, եթե լավ ենք դիտարկում, հաստատ պետական շահն էլ կա, պետական վնասն էլ կա։ Եվ նորից կրկնում եմ, եթե համեմատություն անենք, կարող է այս ձևի պաշտոնյաների այսօր հասցված վնասը մեր տնտեսությանը ավելի մեծ լինի, քան այն հանցագործությունները, որոնցով որ պատճառվել է Հայաստանի Հանրապետությանը վնաս։ Շնորհակալություն այսքան։